Ադրբեջանի Միլլի Մեջլիսը վճռական բողոք է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած փոփոխության դեմ, որով Բաքվից պահանջվում է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին։ Հուլիսի 24-ին տարածված հայտարարությամբ Ադրբեջանի խորհրդարանը մերժել է իր հասցեին ներկայացված մեղադրանքները, նախաձեռնությունը որակելով հայկական լոբբիի շահերից բխող քաղաքական ճնշման փորձ։ Միլլի Մեջլիսը նաև անձնական մեղադրանք է ուղղել փոփոխության հեղինակ կոնգրեսական Բրեթ Շերմանին, նրան կապելով հայկական կազմակերպությունների հետ։ Բաքվի դժգոհության պատճառը դարձած փոփոխությունն ընդունվել է հուլիսի 22-ին 44 կողմ եւ 7 դեմ ձայներով։ Այն ներկայացրել է կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ դեմոկրատ կոնգրեսական Բրեթ Շերմանը, հանձնաժողովի հանրապետական նախագահ Բրայան Մաստիի աջակցությամբ։ Հպարտ եմ, որ կոնգրեսում պաշտոնապես հայտնել եմ մեր դիրքորոշումը։ Կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անարդարացիորեն եւ անօրինական կերպով պահվող հայերի ազատ արձակման համար։ Խոսքը մարդկանց մասին է, որոնք գերության մեջ ենթարկվել են խոշտանգումների եւ բռնությունների։ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ Ընդունված փոփոխությամբ կոնգրեսն Ադրբեջանից պահանջում է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին։ Նախաձեռնությունը դեռ հունիսի 10-ին ստացել էր հանձնաժողովի նախնական աջակցությունը, սակայն տեքստից հեռացվել էր ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ուղղման կիրառման վերաբերյալ դրույթը։ HR 9087 օրինագիծն ամբողջությամբ դեռ չի ընդունվել հանձնաժողովի կողմից։ Այդուհանդերձ Շերմանի փոփոխության հաստատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ազդեցիկ հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է հայ գերիների ազատ արձակման պահանջը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քվեարկությունը կարևոր քաղաքական ազդակ է համարել գերիների վերադարձը կապելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հետ։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախից տեղահանվածների անվտանգ վերադարձը եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը խաղաղության նախապայմաններն են։ Դրանք կայուն կարգավորման անքննարկելի պահանջներն են, այլ ոչ թե Բաքվի ձեռքին գտնվող հաղթաթղթեր։ Դրանք չեն կարող օգտագործվել Հայաստանից նոր միակողմանի զիջումներ կորզելու համար։ Ադրբեջանի խորհրդարանը սակայն պնդում է, որ Բաքվի դատարանների կողմից դատապարտված հայերը ռազմագերիներ կամ քաղբանտարկյալներ չեն։ Միլլի Մեջլիսի հայտարարության մեջ նրանց վերագրվում են ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն եւ այլ ծանր մեղադրանքներ։ Բաքուն միջազգային պահանջները ներկայացնում է որպես իր դատական համակարգին միջամտություն։ Միևնույն ժամանակ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռների բողոքարկումը։ Հուլիսի 17-ի, 21-ի եւ 24-ի նիստերի ընթացքում պաշտպանները պահանջել են չեղարկել առաջին ատյանի վճիռները, մինչդեռ ադրբեջանցի դատախազները պնդել են, որ մեղադրանքները հիմնավորված են եւ բողոքները պետք է մերժվեն։ Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 27-ին։ Իդեպ Ռուբեն Վարդանյանի գործով իրավական պայքարն արդեն տեղափոխվել է միջազգային հարթակ։ Հուլիսի 19-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտումների վերաբերյալ։ Ըստ Միեդում Ռուբեն Վարդանյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի դատավճռում Ռուբեն Վարդանյանի անհատական մեղքը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։ Նա չի բողոքարկել դատավճիռը, քանի որ դատավարությունը համարել է բեմադրված եւ կանխորոշված, իսկ ներպետական միջոցները անարդյունավետ։ Նա նաև հավելել է, որ անկարելի է պաշտպանել իրավունքներն այնպիսի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը, ուստի արդարության համար պայքարը շարունակվելու է միջազգային իրավական մեխանիզմներով։ Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 17-ին Ռուբեն Վարդանյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։ Նրան ներկայացուցիչների պնդմամբ դատավճիռը չի հիմնավորում անհատական քրեական պատասխանատվությունը, իսկ պաշտոնական կողմին չի տրամադրվել արդյունավետ դատաքննության հնարավորություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի հանձնաժողովի քվեարկությունն առայժմ պարտադիր իրավական ուժ չունի, սակայն 44 կոնգրեսականների աջակցությունը ցույց է տալիս, որ հայ գերիների ազատ արձակման հարցը երկկուսակցական աջակցություն է ստանում եւ ամրապնդվում որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու նախապայման։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։